Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է և մեծ հաճույքով ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Այո, ամանորը շատ աննկատ մոտենում է և մենք դեռ առիթ կունենանք մեկ անգամ ևս միմյանց շնորհավորելու այդ կարևոր տոնի կապակցությամբ։ Պիտի ասեմ, որ մեր հերթական ուղիղ կապը Մոսկվայի հետ հիմա սկսում ենք և կռահում եք, որ մեր զրուցակիցը նորից համահայկական ճակատշարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Նախ ուզում եմ և ձեզ և բոլորի շնորհավորել մեր հայրենակցի Արա Աբրամյանին, ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության նախագահ շնորհեց հայրենիքի նկատմամբ ունեցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի իշխանանշան և մենք իհարկե ուրախ ենք, որ մեր հայրենակիցները Ռուսաստանի Դաշնությունում կարողանում են արժանանալ նման բարձր գնահատականի։ Բայց քանի որ մենք էլ ձեզ հետ այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ չես էլ հասկանում, թե ինչ է ի վերջո կատարվում, ով է, ինչպես ասում, ում բարեկամը, և ես կարծում եմ, որ դուք էլ համամիտ եք, որ Ռուսաստանում ապրող հայերը պատահական չէ, որ այսօր դժգոհում են Հայաստանի Հանրապետության վարչապետից, մասնավորապես հոգևորական դասը պահանջում է, որ ազատ արձակվեն ապօրինի պահվող հոգևորականները։ Փաշինյանը այնուամենայնիվ փորձում է իր կապերը ավելի այսպես ամրացնել Ռուսաստանի Դաշնության հետ, նրա վերջին այցը Մոսկվա դրա լավագույն վկայությունն է և չգիտեմ հաջողվում է նրան այդ կապերը նորից պահել այն անհրաժեշտ վիճակում, ինչում երբևիցե եղել են։ Պարոն Ղուշյան, դե ես էլ եմ միանում շնորհավորանքին Արա Աբրամյանի հետ կապված, ասեմ, որ այս վերջի ամսվա մեջ մի քանի անգամ հանդիպել ենք։ Իմիջիայլոց ասեմ, անձնական հանդիպումների ժամանակ նկատեցի մի բան, որ ինքը բավականին տարբերվում է այն կերպարից, ինչ որ ներկայացվում է, ասենք, մեր մամուլում, շատ պարկեշտ մարդ է, շատ ազնիվ մարդ է, շատ հայասեր է, և ես ուրախ եմ, որ ինքը արժանացավ այդ պատկերին։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին կամ լավացնելու մասին, ուզում եմ պարզ ասեմ, որ իրականում դա իմիտացիա է և կարծում եմ, որ այստեղ դա հասկանում են, այսպես փորձելով փայփայել, փափուկ բարձ դնելով, մտածում է, որ կարող է խաբել ռուսական կողմին, բայց շատ վտանգավոր խաղ է ինքը դեռ տարիներ առաջ Ռուսաստանի հանդեպ ձեռնարկել, որը շատ մտահոգիչ է և շատ վտանգավոր մեր պետականության համար։ Ես ուզում եմ, որ մի բան լինի պարզ, որ Ռուսաստանի նման երկրում երբևիցե չեն մոռանում, ինչ է իրականում եղել այս վերջի 5 տարիների, թե 8 տարիների ընթացքում։ Չեն մոռանա, 8 տարիների կներեք, 8 տարիների ընթացքում չեն մոռանա, արդեն 26 թիվն է գալի, դրա համար ասենք 8 տարիների ընթացքում։ Եվ ինչ էլ հիմա անի մեր երկրի ղեկավարը, ուզում է ստեղ Նաբերեժնիի վրա հեծանիվ քշի, թե ուզում է թվիստ պարի, միևնույն է կարծիքը իր մասին և իր վարչակազմի մասին փոփոխության չի ենթարկվում և չի ենթարկվելու։ Պարոն Ղուշյան, չեմ կարծում, որ հաջողվելու է
այս վարչակազմին երբևիցե շտկել եւ վերադառնալ այն հարաբերություններին, ինչ որ եղել է, ասենք, թեկուզ եւ միջև 20 թիվը, միջև 20 թվականի պատերազմ։ Բարոն գեներալ, դե դուք իհարկե տեղյակ եք, որ ադրբեջանական բենզինը բերվեց Հայաստան եւ այն պատրաստվում է իրացնել ԿՊԱ-ական կարկառուն, այսպես պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով միշտ էլ կողմ է արտահայտվել հարևանների, հատկապես մեր թշնամի երկու հարևանների հետ առևտրատնտեսական կապերի վերականգնմանը։ Դե հասկանալի է, որ բենզինը հենց այնպես սիրուն-աշկերի համար չեն բերում եւ այստեղ շահը, ինչպես ասում են, բավականին հաջող է լինելու։ Չնայած որ ոմանք ասում են, որ այդ բենզինի որակն էլ այն չի, ինչ որ մենք կրում ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Բայց դա չի էականը։ Դուք ինչ գնահատական կտայիք այս երևույթին։ Փաստացի ինչ ենք տեսնում, այլ կապելով սա ձեր առաջի հարցի հետ, հայկական շուկան էներգետիկ ռեսուրսների առումով պատկանում էր ռուսական կողմին։ Հիմա Ռուսաստանին փորձում են հանել այդ շուկայից եւ ոչ թե նպատակը նա է, որ մեր մոտ ինչ որ բենզին լինի, որ ասենք կարող մի 20 դրամ էժան լինի, այս ակնհայտորեն խփում է ռուսական կողմին։ Այս ձեր այդ հարցին թե լավացնել, որովհետեւ խոսքերը տարբերում են իրական գործողություններին։ Իսկ դուք գիտեք, ռուսական կողմը այսօր ունենալով աշխարհում այդպես խնդիրներ եւ տարբեր շուկաներից ռուսական կողմին հանում են, պարզա որ սա էլ դուր չի գալու ռուսական կողմին, ես նորից եմ կրկնում եւ միշտ ասել եմ, մենք պետք է հասկանանք մեր հարևան երկրները կամ այս աշխարհի գերտերությունները, երբ որ ինչ որ բան անում են Հայաստանում, ինչի համար են անում եւ ում համար են անում։ Ադրբեջանի ազդեցությունը նման ձևով տարածել Հայաստանում բավականին վտանգավոր է։ Բավականին վտանգավոր է։ Եվ պետք է անգրագետ լինես, որ դա չհասկանաս։ Ինչ վերաբերում է բենզինին, ասեմ ձեզ, դա այն բենզինն է, որ եվրոպական կողմը այս վերջերս ռեկլամացիայով հետ տվեց, քանի որ չէր համապատասխանում եվրոպական ստանդարտներին, եւ պարզա որ դա պիտի վերցնեին եւ սաղացնեին մեր վրա այդ անորակ բենզինը։ Այդ այն բենզինն է, որը եվրոպացիները հետ են տվել։ Հիշում եք, այս մեկ ամիս առաջ մեծ բան առաջացավ Ադրբեջանի եւ եվրոպացիների մեջ, եվրոպացիները ռեկլամացիա արեցին եւ այդ բենզինը հետ ուղարկեցին, սրանք եւ եկան մեզ տվին։ Ուսա գիտեք, հարցը ինչին է վերաբերում։ Հետաքրքիրը նա է, որ բոլոր մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ իօքուտ Ադրբեջանի է եւ փաստացի միակողմանի է։ Փաստացի։ Լավ, եթե այդքան լավ ընկերներ են, ինչի բենզինի դիմաց, ասենք մեր արտադրանքներից մեկը չի հայտնվում Բաքվում։ Ինչի համար։ Եթե դա երկկողմանի հարաբերություններ է, զարմանք է առաջացնում այն մարդկանց ոգևորությունը, որը զոմբիացված ման են գալի այսօրվա վարչապետի հետևից, ուղղակի զարմանք է առաջացնում։ Ինչ վերաբերում է այցերին Ռուսաստան, նորից կրկնելով առաջի հարցի բանը, ես ասեմ ձեզ, ոչ միայն Ռուսաստանի հայ համայնքն է բավականին վատ ընդունել, մինչև այդ մենք հիշում ենք եւ Գերմանիայում իրադարձությունները, երբ որ այնտեղի հայ համայնքն էլ բավականին վատ ընդունեց մեր վարչապետին։ Ու ասեմ ձեզ, սա աշխարհով մեկ այդպես է, հայ համայնքը բավականին դժգոհ է այսօրվա մեր վարչակազմից։ Իսկ մենք գիտենք, որ հայկական դիասպորան բավականին մեծ դեր ունի այն երկրների քաղաքականության մեջ, որտեղ իրենք ապրում են։ Եվ ասեմ, որ պատերազմը սկսելուց առաջ հայերի հետ Ալիևի հիմնական մտահոգություններից մեկը հենց մեր հայ համայնքներ այլ երկրներում, որտեղ նա հասկանում էր նրանց հնարավորությունները։ Իսկ մեր իշխանությունը ինքը հրաժարվում է այդ հնարավորություններից։ Գնում է, ասենք, ինչ որ տարբեր ավանտյուրայի,
այդ բենզինի մուտքը Հայաստան դա մեծ ավանտյուրա է, որի այսպես հետևանքները մենք զգալու ենք հետո։ Իսկ ինչ վերաբերում է այդ բիզնեսմեններին, նման կարգի բիզնեսմենները ոչ հայրենիք ունեն, ոչ էլ հավատք ունեն։ Դա իմ կարծիքն է։ Իրենց հավատքը մենակ են կանաչ դոլարն է, որ գիշեր ցերեկ մտածում են ոնց աշխատեն։ Ցավոք սրտի դա հենց ակնհայտ երևում է։ Պարոն գեներալ, իհարկե դժվար չէ ձեզ հետ չհամաձայնվելը, բայց տեսեք Փաշինյանը փաստորեն շարունակում է ամեն գնով պահպանել այն քաոսային իրավիճակը, ինչը այսօր մեր երկրում կա։ Փաստորեն դրանով փորձելով ել ավելի երկարացնել իր իշխանության ժամկետները։ Մի կողմից իհարկե հալածանքը եկեղեցու նկատմամբ, մյուս կողմից գնաճ, աղքատության աճ, եւ սա իհարկե լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Եթե հիշում եք, այս անցած շաբաթ կիրակի նա երկրում չէր եւ Հայաստանը, ինչպես ասում են, շունչ քաշեց այդ կեղծ պատարակներից եւ լարված իրավիճակի ցուցանցումներից։ Ի վերջո երբ է մեր ժողովուրդը, այսպես եթե կարող ենք ասել, ազատ շունչ քաշելու, վայելելու խաղաղությունը իրական Հայաստանի այս իրական պայմաններում։ Շունչ կքաշի, երբ որ այս վարչակազմը չլինի իշխանության։ Դուք հասկանում եք, եթե չստեղծի խաոս, մարդիկ սկսելու են զբաղվել, թե ինչ է արել մեր երկրի վարչապետը ի օգուտ իր ժողովրդի։ Տեսեք, բոլոր տեղերը մենք տանում ենք տվել, եւ միջազգային հարաբերություններում, եւ պատերազմում, եւ էկոնոմիկային վերաբերվող բոլոր հարցերը, թանկություն ինքներդ եք ասում, խանութներում օրեցօր ամեն ինչ թանկանում է։ Գնացեք համեմատեք գները տարեստարի, համեմատեք, ու կտեսնեք ինչ է կատարվում, տրանսպորտի գինը, քանի անգամ աճեց, ինչքան տոկոս է կատարել այն ծրագրից, որը ընդունել է կառավարությունը։ Ոչ մի բան չի արել։ Պարգևավճարները բաժանում է վերնախավերին, մարդիկ աղքատանում են, այն մարդը, որ գիշեր ցերեկ տանջվում է, հարկերի տակ ճգռում է, հիշում եք այն կարմիր գծերի պատմությունը, ինքը հենց առաջինն էր, որ գորգռում էր կարմիր գծերը 10,000 դրամ էր տարեկան։ Հիմա ինչա դառը մենք բոլորս տեսնում ենք։ Անես տպավորությունն է, որ Երևանի կենտրոնում մի հատ նավթի վիշկա են կանգնացրել եւ ժողովրդից փող են քաշում։ Ասում եք, փաստացի ստացվել է հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունում, եթե ուզում ես լինես ապահով, եթե ուզում ես լավ ապրես, բարձր պարգևավճարներ ստանաս, պետք է անես երկու բան, պետք է լինես, այսպես պետք է համապատասխանես երկու բանի։ Առաջինը պետք է ունենաս պաշտոն, երկրորդն էլ պետք է վարչապետի դեմ չխոսես։ Այդ երկու պայմանների արկայության դեպքում դուք կարող եք լավ ապրել։ Կապ չունի դուք հողամասում աշխատում եք, կապ չունի դուք ինչ որ բան եք աճեցնում, ինչ որ բան եք ստեղծում։ Հասկանում եք։ Չկա ոչ մի բան։ Չկա։ Ամեն ինչը խաբեությունն է։ Ասեց տանեմ զենքերը ցույց տամ, մի հոգ էլ դե հիացած զենքերից էր խոսում, որ կյանքում չի իմանում զենքը ինչ բան է։ Մեկական բաներ են բերել, պարոն Ղուշյան։ Մեկական բաներ, որ ցույց տան ժողովրդին։ Չեմ ուզում անունները տամ այդ զենքի, չեմ ուզում վնաս հասցնեմ, նույնիսկ այս դեպքում։ Բայց հավատացեք, մեկական բաներ։ Բերել են մի տեղ ցույց են տալի, ասում են ուզում ես արի տանեմ ցույց տամ, տես ինչ եմ արել։ Բոլոր հարցերով պրավալա։ Դրա համար էլ միշտ եկեղեցի, քաղ բանտարկյալներ եւ այլ, երբևիցե Հայաստանը այս վիճակում չի եղել։ Երբևիցե։ Գիտեք, ոնց են ապրում, մեր ժողովուրդը ոնց է տենց սուս մնում, ես ճիշտ ասած չեմ հասկանում։
Ոնց են գնում քվեարկում դրանց կողմ։ Ոնց անհասկանալի է, պարոն Լուշյան։ Գիտեք, ես որ սովորում էի ակադեմիայում զինվորական, ուրեմն մեր մոտ sense մի հատ թեորիա կա, որ եթե ազգի 10%-ը պատրաստ է դիմադրել, այդ ազգը համարվում է անհաղթելի։ Մեր դեպքում դա 250-300 հազար մարդ է։ Պետք հայրենասեր։ Հասկանում եք։ Ու այդ դեպքում չի լինես վարչակազմ։ Այդ դեպքում Ադրբեջանը չի կարա մեր հողերը զավթի։ Հասկանում եք։ Դա ես չեմ մտածել, դա մեր մասնագիտությունն է։ Փաստացի ստացվում է, որ այսօր չկա այդ կոնտինգենտը Հայաստանում։ Դրա մեն սա ինչ ուզի անում է։ Կամ էլ կա, բայց չենք կարող կազմակերպենք։ Ուստի բոլորս ենք մեղավոր։ Բոլորս։ Տեսեք ինչ են հասել։ Արդեն ռազմական որոշ ինստիտուտում օրինակ ըստ իմ տեղեկությունների ժողովներից մեկի ժամանակ մեկը հելել է եւ ասել է, որ ինքը պատերազմում կռվել է։ Գիտեք իրան ինչ են պատասխանել։ Ասեն լավա սուս մնաս, էլ ոչ մի տեղ չասես, որտեղ վաղը դա կարող լինի արդեն հանցագործություն։ Ինչա որ դու պաշտպանել ես քո երկիրը։ Դուք պատկերացնում եք։ Չգիտեմ դա ճիշտ է, ճիշտ չի, բայց ինձ զեկուցում են այն սպաները։ Չեմ կարծում որ սուտ են խոսում։ Հասկանում եք։ Տեսեք ինչ է կատարվում։ Զովասների ծնողները դռնեդուր ընկած ման են գալի։ Այն հայտ կորածների ծնողները դռնեդուր ընկած ման են գալի, ինքը խաղաղությունից է խոսում։ Ոչ մի պատասխան չի տալի, բայց այդքան լավն է, բերեիք այդ գերիներին, քիչ-քիչ բերեիք։ Հասկանայինք, որ ինչ-որ բան կա։ Արդեն Ադրբեջանի վարչակազմը խոսում է, որ այդ երկաթգիծը նախկինում որ անցել է մեղրիով, իրենց սեփականությունն է եղել։ Դուք չեք հասկանում, որ ինչի մասին է խոսքը գնում։ Էլ ինչ պիտի անի այսօրվա վարչապետը, որ մենք հասկանանք, որ դա ինքը ծառայում է ուրիշ երկրների հետաքրքրություններին։ Պարոն Կարապետյան, դե լավ է, որ այդ փաստերը վերջապես պիտի հրապարակվեն եւ մարդիկ դա, ինչպես ասում են, այդ մասին տեղյակ կլինեն։ Բայց տեսեք, այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը շրջում է երկրի սահմանագոտիներում, այսինքն մասնավորապես հյուսիս-արևելյան գոտում, այն գլխավոր դատախազը, որի օրոք մեր բանտերը լցվել են քաղ բանտարկյալներով։ Իսկ հա ազգային ժողովի պատգամավորները, ընդդիմադիր պատգամավորները ոչ մի կերպ չեն կարողանում հայտնվել այդ սահմանամերձ գոտիներում։ Սա ինչ հետևությունների տեղիք է տալիս։ Մեր կուսակցությունը նամակներ էր գրել, ուրեմն սահմանադրության դատարան, ազգային անվտանգության ծառայություն, քննչական դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին։ Այն բանով, որ իրենք գնահատական տան այսօրվա երկրի ղեկավարի գործողություններին եւ ինչ ինքը ունի այդ իրավունքը եւ արդյոք չկա այնտեղ քրեական ինչ որ բաներ։ Գիտեք, 5 կազմակերպություններ ցերողական պատասխաններ են տվել, որ դա իրենց ֆունկցիոնալ պարտականությունների մեջ չի մտնում։ Բոլոր այն կազմակերպությունները, որոնք պարտավոր են ծառայել ժողովրդին, ծառայում են մեկ անձի։ Հայաստանի Հանրապետությունում կա կատարածու մարդ, որը որ համաձայնվում է սպասարկել այսօրվա երկրի ղեկավարին։ Հայաստանում չկա արդարություն։ Ինչ արդարություն է մանգում։ Երևի Հայաստանում չկա, դրա համար գնացել է սահմաններում, երևի նայի գուցե ադրբեջանական կողմում կա այդ արդարությունը, թե չէ։ Չկա արդարություն Հայաստանում, հասկանում եք։ Ու ինքը պատասխան է տալու դրա համար։ Դատախազներն են փոխվել։
Իրանից առաջ եղել են երկու դատախազ, երկուսին էլ ես անձամբ ճանաչել եմ, գիտեք չէին, կատարածու չէին, իրենց էլ կարող ասում էին, սրա վրա քրեական գործ հարուցի, սրան նստեցրա բան, բայց ես ձեզ ասեմ, գիտեմ բազմիցս դեպքեր, երբ որ իրենք հրաժարվում էին, ու եթե նախկին երկու դատախազի, մեր դատախազների վրա քրեական գործեր են հարուցում, հիմա էլ ռոզիսկ են տալի, հավատացեք այսօրվա դատախազը շատ ավելի ծանր վիճակի մեջ առնել։ Սրանք չեն հասկանում, որ գիտեք, պաշտոնը ուրիշի էշա։ Այսօր դու ես քշում, վաղն էլ ուրիշն է քշում։ Իսկ էշն էլ մի հատկություն ունի, որ եթե որոշումը առաջ չետա չի եթում։ Թող գնան սպասեն, ու ես ձեզ ասում եմ, բոլոր իշխանավորների կա սկիզբ և կա վերջ։ Հասկանում եք։ Ու շատ կարևոր է այդ վերջակետը ոնց է լինելու։ Ես կարծում եմ այս ժողովուրդը արթնանալու է և այդ բոլորի մասին կայացնի իր որոշումը։ Այո, այսպիսի քաղաքական, այս քանակի քաղաքական գործիչներ, մանավանդ հոգևորականներ երբևիցե մեր բանտերում չեն եղել։ Միայն նրա համար, որ դեմ են խոսել։ Ու մենակ հոգևորականները չեն, դուք տեսեք, այնտեղ տարբեր մարդիկ կան։ Իմ հանդեպ ռոզիսկներ, չգիտեմ ընչեր, քրեական գործեր, չգիտեմ ընչեր, ընչի համար, բայց միջև 23 թիվը ընչի չկար քրեական գործ իմ հանդեպ, ընչես մեղադրյալ չէի։ Այդ ոնց է լավ 23 թվից հետո 3-4 ամիս հետո իմ վրա քրեական գործ հարուցին, երբ որ հոկտեմբերի 4-ին ես հայտարարեցի, որ մտնում եմ քաղաքականության մեջ։ Ինչ է այդ քննիչ շեստյորկեքը, ես ասում եմ, քննիչների մեծ մասը կարգին տղեկ են, շատերին ճանաչում եմ։ Բայց այդ շեստյորկեքի մի մասը, այդ շեստյորկեքը, քննիչ շեստյորկեքը, որոնք ասում են, դե ինչ անենք, տուն ենք պահում, և ակնհայտորեն հակապետական գործողություններ են անում, ու իրենք էլ են կրելու այդ պատասխանատվությունը։ Հաստատ հետամուտ ենք լինելու, հաստատ։ Ու հավատացեք, եթե նույնիսկ երկրի վարչապետը կարող է պլստա ու մի տեղ փախնի, իրենք հաստատ փախնելու տեղ չունեն։ Ոչ այդ դատախազները, որոնք այդ ձև բաներով են զբաղված, ասում են տուն ենք պահում, դե ասում են հրաման ենք ստացել, պետք է կատարենք, ինչ հրաման։ Դու պետք է ապահովես արդարությունը։ Այո, այսօր տեսեք ինչ է, ով որ ընդդիմադիր է, այն Գյումրիի քաղաքապետին։ Մեկան գլխին սարքին տարան նստեցրին։ Հոգևորականները ոնց որ դուք ասում եք։ Այսօր այդ եկեղեցի շուրջ տիրող իրավիճակը, այսօր ինչ որ որոշում են ընդունել եկեղեցու հողերի մասին։ Սա բոլորը հակահայ գործողությունները։ Եվ իրենք կատարում են ծրագիր։ Պավոշյան, եթե զուգահեռություն տանենք, ինչ է արվել Ուկրաինայում և Մոլդովայում, նույն ձեռագիրն է, նույն։ Արտասահմանյան գերպետությունները գրում են, բերում են, դնում են իր դեմ, ինքն էլ կատարում է։ Ոչ մի ծրագիր, նույնիսկ իր սեփական ծրագիր ինքը չի կատարել, որով 21 թվականին ինքը ընտրվել է։ Եթե մենք նորմալ երկիր ունենք, ինքը պետք է արդեն դրա համար մենակ հրաժարական տար։ Եկալեք կարդացեք այդ ծրագիրը։ Այդ ծրագրի մեջ գրած է, որ իրենք Արցախի գարանտն են, չգիտեմ, Արցախի համար պայքարելու են։ Այդ ծրագրի մեջ գրած է ամեն ինչ, որ կետնա արվե, ինչ իրավունքով են իրանք այսօր իշխանության։ Ընդեղ մարդու չեն ընտրում, ժողովուրդը գնում է, գոնե իրավաբանորեն ընտրում է ծրագիր, որը որ ներկայացնում ես։
21-րդ դարի կես 1/4 անցել է, ու մեր ժողովուրդը էլի մեր ժողովրդի մի մասը էլի փախստական է։ Էտա իրանց արած գործերը։ Դա է, պարտքերը արտաքին մեծանում են, ամեն ինչ թանկանում է։ Ինքն էլ ասում է կաթոլիկոսը լավն է, թե լավը չի, ինչ գործ ունես կաթոլիկոսը, չեմ հասկանում։ Պարոն գեներալ, քանի որ տարին մոտենում է ավարտին, դե սա մեր 2025-ի վերջին հանդիպումն է, ես ուզում եմ արդից օգտվելով ձեզ շնորհավորել գալիք նոր տարվա կապակցությամբ եւ իհարկե մեր ունկնդիրները սպասում են նաեւ ձեր ամանորյա խոսքին։ Դե ես ավելի ուշ, ավելի մոտիկ ամանորի շեմին իհարկե իմ շնորհականը կհրապարակեմ, բայց օգտվելով առիթից իհարկե շնորհավորում եմ եւ մի հատ ցանկություն ունեմ։ Ես ցանկանում եմ, որ 26 թվականը լինի այս իշխանության վերջի, այսպես մի քանի ամիսը։ Ու ես վստահ եմ, բացի սրանցից ով էլ գա իշխանության, մենք հաստատ կարողանալու ենք այս վիճակից դուրս գանք։ Ու հուսով եմ, որ 26 թվականի վերջում մենք էլ կզած ման չենք գա։ Կզած։ Ոնց որ ինքն է կզած գալիս է Մոսկվա կզում, հետո գնում է Վաշինգտոն կզում, հետո գնում է Գերմանիա կզում։ Գնում է ստենդեղ կներեք նստատեղերը համբյուրում ու գալի ասում է հաջող բանակցություններ են վարել, չեն վարել, բանակցություններ չի վարում, իր հետ ոչ մեկ չի վարում։ Մի նայեք այդ ինչ որ ցույց են տալի այդ պրես կոնֆերենցիաների ժամանակ, տենց ծիծաղելով խոսում են եւ այլն։ Դա ուղղակի այդպես պետք է, պարոն Ուշյան։ Իրականությունը իրականում տարբերվում է։ Եվ հարաբերությունների տեսակետից, եւ մեզ չեն հարգում, իրեն չեն հարգում։ Եթե երկրի ղեկավարը նորմալ ղեկավարը մյուս երկրի ղեկավարին, որը որ կզած է եւ հանձնվել է, երբևիցե չի հարգի։ Ուզում եմ ինքը սարտոֆրա։ Եղավ, պարոն գեներալ, շնորհակալ եմ, մեկ անգամ եւս ձեզ նույնպես շնորհավորում եմ ամանորի կապակցությամբ, հույս ունեմ, որ նոր տարում մեր կապը միշտ կմնա այսպես կայուն, մենք ձեզ հետ անպայման կշարունակենք մեր երկխոսությունը հանուն մեր երկրի վաղվա օրվան։ Այսօր այսքանը սիրելի բարեկամներ, դուք էլ մնացեք լավատես եւ հավատացեք, որ իսկապես 2026-ը մեզ համար լինելու է շատ հաջող ու բարի տարի։ Այսօր այսքանը, ցտեսություն։